Եթե Մատենադարանը մեր սիրտն է, ապա ազգային պատկերասրահը մեր հոգին է։ Մեր ազգային հարստությունը շատ վատ պայմաններում է գտնվում։ Կտավների պահպանման համար արժանի պայմաններ են պետք։ Կառավարությունը ծրագիր ունի պատկերասրահի նոր շենք կառուցելու։ Դա մեր փափագն է, եւ եթե նորը կառուցելու հնարավորություն չկա, պետք է մտածել, թե ինչ կարելի է անել ավելի բարվոք պայմաններ ստեղծելու համար։ Այսօր պատկերասրահի տնօրեն Արման Զատուրյանը ամփոփեց 2016 թվականի միջոցառումներն ու անդրադարձավ այս տարի նախատեսած աշխատանքներին եւ խնդիրներին։ Եկել է ժամանակը, ես որպես ղեկավար տեսնելով չեմ կարող չասել, որ ինչ որ մի բան պետք է անել։ Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, կտավների պահպանման համար պատշաճ պայմաններ են հարկավոր։ Ռեստավրացիայի բաժինը մեր խեղդված աշխատում է, խեղդված։ Աշխատանքա տիտանիկ։ Այս տարի երկրից դուրս շատ ցուցահանդեսներ են ունենալու։ Մարտ ամսին Նովոսիբիրսկում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, Մոսկվայում ռուսական իմպրեսիոնիզմի մասնավոր թանգարանում կբացվի հայկական իմպրեսիոնիստներ ցուցադրությունը։ Իդեպ ողջ ծախսերը իր վրա վերցնում է Մոսկվան։ Դա հնարավորություն տվեց մեզ իրենք խոշոր, մեր համար խոշոր գումար նախատեսեցին ռեստավրացիայի համար վերականգնողական աշխատանքի եւ դրա շնորհիվ բավականին աշխատանքներ կվերականգնվեն, որոնք մասնակցելու են այդ ցուցահանդեսին։ Սակայն տարվա ամենակարևոր միջոցառումները կապված են լինելու Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի հետ։ Արդեն 1 տարի է աշխատում են այդ ուղղությամբ։ Ցուցադրվելու են բոլոր կտավները՝ 57 գեղանկար եւ 31 գրաֆիկական նկար։ Նաեւ դրսից կբերվեն 16 աշխատանք, մասնավորապես Տրետյակովյան պատկերասրահի Պետերգոֆի եւ ռուս արվեստի թանգարաններից։ Բանակցություններ են վարում նաեւ Մխիթարյան միաբանության հետ, որևէ շեդևր բերելու համար։ Ֆեոդոսիայից աշխատանք չենք բերում, ինչու, որովհետեւ իրենք էլ իրենց մեջ են անում ցուցահանդեսներ, որպեսզի իրենցից աշխատանքներ վերցնենք, մի քիչ էլ իրենց մեջ բան կա, էլի, որ ներքին հրաման ունեն, որ Ֆեոդոսիայի թանգարանի աշխատանքները Ռուսաստանի Դաշնության մեջ է մենակ դուրս գալիս։ Եթե մեր բոլոր ծրագրերն իրականանան, դա կլինի այնպիսի ցուցահանդես, որի նմանը վստահեցնում եմ Հայաստանում դուք երբեք չեք տեսել, եզրափակեց տնօրենը։